հարց, որոնց անդրադարձ չեղավ, թոշակների հարցը, կենսաթոշակների բարձրացվելու է թե ոչ, ինչպես եք պատկերացնում, երկրորդ տնտեսական հարցը դա քաղաքացիների վարկային բեռին է վերաբերում, գիտեք դժգոհություններ կան, մարդիկ ասում են վարկերի տակ ջրում եք, կներեք ես կենցաղային նախարարության համար, նաև այն, որ բանկերներ բարձր եւ թանկ վարկեր են առաջարկում, ինչ քաղաքականություն եք մտցնելու, ինչպես են այդ հարցերը լուծվելու։ Երրորդ հարցը մի փոքր աշխարհաքաղաքական է, բայց էլի տնտեսական, Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, այսինքն մեր տնտեսական հարթակը մնալու է ռուսական շուկան, եւ իհարկե ամենայն հարգանքով, բայց շեղվեմ մեկ քաղաքական հարց տամ, որովհետեւ այս բոլոր քայլերը կիրականացվեն, եթե մարդիկ իմանան, թե ով է լինելու ձեր վարչապետի թեկնածուն, հաշվառելով, որ Սամվել Կարապետյանը եւ քաղաքացիություն ունի, դա խոչընդոտ է։ Առաջի հարցից սկսենք։ Առաջի հարցը կենսաթոշակները։ Հայաստանում մենք ունենք, այսօր հանդիպման ժամանակ նշեցի, 800,000 աշխատող մարդ, 800,000 մարդ, ով գրանցված աշխատող է։ Եվ Հայաստանում ունենք 500,000 թոշակառու։ Մեր երկրի վարչապետը, գիտեք, ես հայտարարել էի, որ մեր փոփոխության արդյունքում երկրի ղեկավարը պետք է չստանա ոչ աշխատավարձ, ստանա 1 դրամ աշխատավարձ եւ պարգևավճար։ Այդ նույն օրինակով արել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, նա տրամադրել այդ նույն օրինակով տարբեր ղեկավարներ։ Դա հարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ, քանի որ երկրում կա 20%-ից ավել աղքատություն։ Պարգևավճար ստանաս, քո բնակության 20% աղքատ լինի, ինչի համար ստանաս պարգևավճար։ Չեմ հասկանում։ Հիշում եք, ժամանակին ասում են, որ մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ։ Այսօր 3 միլիոն վարչապետ ունենք, բայց ընդամենը մի վարչապետն է պարգևավճար ստանում։ Մյուս հարցը թոշակների հետ կապված հարցը։ Ես կուզենայի բոլորիս ներկայացնեի, թե ինչպես է լուծվելու թոշակների հարցը Հայաստանում։ 800,000 աշխատակից Հայաստանում աշխատող մարդ, 500,000 կենսաթոշակային տարիքի մարդու համար ապահովում է թոշակ, ապահովում է նաև բանակի հարցը, ապահովում է նաև աշակերտների հարցը։ Այդ պարագայում դու պետք է մենակ մի լուծում անես, ավելացնես աշխատողների թվականակը, գործազուրկներին մտցնես աշխատանքային շուկա, որպեսզի գործազուրկները ունենան գործ։ 1.1 միլիոն աշխատող մարդով Հայաստանը ուրիշ բյուջե կունենա եւ իր թոշակառուներին ուրիշ ձև կկարողանա պահել։ Մեր թոշակների ավելացման միակ ճանապարհը առաջի կետն է, մեր առաջի քայլն է։ 300,000 նոր գործի տեղ, որ երիտասարդները աշխատեն, եկամտահարկը վճարեն եւ մենք հնարավորություն ունենանք մեր կենսաթոշակային տարիքի մարդկանց նորմալ կյանքով ապահովել։ 1.1 միլիոն աշխատակից ավելի աշխատող հայ ավելի լավ է պահելու 500,000 կենսաթոշակառուի, քան 800,000-ը։ Սա է փոփոխությունը որակական, ինչու ենք մենք սկսել աշխատատեղերից, որպեսզի կարողանանք ապահովել նորմալ սոցիալական վիճակ, եկամտահարկերի եւ այլ հարկերի հաշվին։ Մյուս հարցը վարկային բեռը։ Վարկային բեռի հետ կապված շատ ծրագրեր կան հետաքրքիր, հիմնական ծրագիրը այն է, որ մարդկանց հնարավորություն տրվի, գիտեմ, որ շատ փոքր հատված ընդամենը իրավունք ունեն վերցնելու, մնացողը սև ցուցակ ընկած մարդկանց համար մնացողը իրավունք չունեն։ Այդ շեմը պետք է բարձրացվի եւ աշխատատեղերի ստեղծման, ձեռնարկատիրության զարգացման դու հնարավորություն պետք է տաս մարդիկ ինչ-որ ձև դուրս գան այս վիճակից։ Դրա համար կարճաժամկետ ֆինանսավորման գործիք է տալիս, որ մարդը ինչ-որ ժամանակ դուրս գա, ծրագիր տաս, աշխատի եւ փորձի փակել։ Եթե մարդը չի աշխատում, նա երբեք չի փակելու։ Մենք պետք է ծրագիր մշակենք այդ մարդկանց տնտեսական այդ վատ վիճակից հանելու, իսկ դա հանելու միակ ճանապարհը այդ մարդկանց տալ ժամանակ ու տալ հնարավորություն ոչ թե ինչ աշխատեցի մեկից վերցնել վարկը փակելու, որ կայանան եւ վճարեն հետ վարկը։ Դա է ճանապարհը։ Մեկը արդեն բանկերը դա պաուստավորում են արել այդ միջոցները, բանկերի համար էլ, եթե բանկերը ժամանակ տրամադրեն,
կենտրոնական բանկի ռեգուլյացիայի փոփոխության արդյունքում հնարավորություն կտրվի այդ մարդկանց միանգամից չէ 1-2 տարի աշխատի, կայանա, նոր սկսի ինչ-որ ձև վարկերի ուղղությամբ աշխատել։ Ու այնտեղ էլ կա նաև նյուանսներ, փոփոխություններ, որ տեղեր կա, որ տոկոսները ավելի շատ են, քան մայր գումարը, դրա փոփոխությունը պետք է ուսումնասիրվի, բայց այդ մարդկանց պետք է աշխատանքային շուկայից դուրս չթողնել։ Ու այդպիսի մարդիկ, ու այդպիսի բոլոր մեր շրջապատում գրեթե շատ մարդիկ կան այդպես, դա մեծ խնդիր է մեզ համար։ Ու երիտասարդների մեջ է շատ տարածված, մարդիկ ընտանեկան տարիներով մի անգամ ինչ-որ սխալ իրավիճակի մեջ հայտնվելու պատճառով ընկնում են ընտանեկան երկարաժամկետ խնդրի առաջ։ Մենք ուրիշ ժողովուրդ չունենք, մենք պետք է մեր ժողովրդի միջոցով, մեր ժողովրդին հնարավորություն տալով վերականգնենք նրանց տնտեսական ակտիվությունը։